Բարի երեկո, ով է եկել մեզ հյուր, որովհետև նեղացել է Ամալիաս, վայ, Ամալիայի խաթրը ոնց առնենք, Ամալիա, չայ եմ դրել, խմենք, աղիքներն է Ամալիա, մտանք ազատավան, ավտոն փչացել էր, գազն էր նայում, դե ջերմոցներ էր, մեզի նվիրեցին, հովեսին ծաղիկի ջերմոցներ, ազատավան, Արտաշատի գյուղերից է։ Ուրեմն սիրելի հետևորդներ, այստեղ էլ ես ձավար եմ մաքրում, հարիսա եմ պատրաստում, սա պատվեր է հատուկ, ով է գալիս վաղը տուն, Մերին գալիս է տուն ու հարիսայի ա ուզել, ես էլ դե պետք է անպայման պատրաստեմ, հավի կրծքամսով, իմ առավոտ գործի եմ էթում, առավոտը գործի եմ, Մերին է որ եկա, պիտի հարիսան ուտի, Քիչ եմ էփում, այնքան որ ուտի, այն Լիլիթը չի ուտելու, իրար հետ լցնեմ ցորենը դոշը, անցած օրը էփեցի, տարա թափեցի չկերան, ինչ ես կերա, Չեն ուտում, այնքան որ ուզել ա, տենա միշ կրի, անգամ հավի կրծքամսով թողեցի, Հա, թող էփվի, Մերիս պատվերը կատարենք, բերանն էլ փակեմ, ու այստեղ մեր թեյի ջուրն է եռում, լավ է, չէ, ես էլ սենց, թող էփվի, բայց ինչի լավ էլ դուրսը արև է, կառայլոք չկա, չէ հել է չրի կառայլոք ըլներ վերցնենք, Հա, չէ, Եղեգնաձորից ես կիմանամ, կվերցենք, անցած օրն ես լավ կարմիր բիբար առա, 150 դրամ, ստե ահավոր թանկ ա, լսի լուրջ եմ ասում, Հա, ընտիր խաղող էր, քաղցր, դեղին, եսի լավ, այդ սորտը լավ էլ չամիջալու, Ռս վերցեմ, մաճար էին խմեմ իկում, եսի են ամենաբանն էր, թափեմ արդեն, էլ բաղչա չես գնում, մաքրել բան չունեք, Ես կանֆետով կխմես, բայց շխշխկում ա մի տեսակ, Էմոջի ա, ասել Լիլիթին էմոջի, Կարամ չամիջել տամ, Մենք մեր թեյը վայել ենք, ես էլ առանց պեսոկի, Այդ դրանք ենքան կեղտոտվել էր էտ ուգալոկի ես բաները, աշը քանդեց, լվացել են, Եկել ես օգնես մամային, Այո, ապրի մարալների թագուհին, լավ, մարալների թագուհին, Վաղը Մերին գալիս ա, մենք էլ Մերի ուզած ուտելիքներն ենք պատրաստում, հարիսա է ուզել, դեռ անցած անգամ էլ որ եկավ հարիսա էր ուզել, ուրեմն հարիսա պետք է պատրաստեմ, վաղը կրծքամսով, եգիպտացորենով աղցան, ուզել է, ինչ ա ուզել, խոզի միս, դուխովկան ջեռոցում դրած, Լավ, մի հատ էլ ասա բնակարան Դուբայում, Այո, Ես էլ մեծ հավեսով, մեծ սիրով պատրաստում եմ, սա հարիսան պատրաստեմ, խաղությունից դուրս ա գալու ու գա տուն, երևի ես աշխատանքից կգամ, արդեն Մերին տանը կլինի, գոնե հարիսան ճաշակի, մի քանի օր առաջ էի ասեմ, որ հարիսա էփել, հա, Ես մաճարը խմեցի, Խաղողն էլ ուտում եմ, ասում եմ, որ ես այդպես եմ լսել, որ ասում են, վայ, մաճար ես խմել, խաղողնի կեր, կհարփես, բայց սուտ է, նման բան չկա, Իսկ այս կանֆետներից երբևիցե փորձած չկամ, չեմ սիրում կանֆետ, 1000-ից մեկ, որ կոնֆետ ուտեմ, միայն դառը շոկոլադ, սուրճի, կոֆեի հետ, ասեմ, որ Սիրելի հետևորդներ, ես վաղվանից արձակուրդ եմ վերցնելու ու նախապես ասում եմ հետևորդուհիներս, ովքեր ապրում են
վայքի գյուղերում եւ կցանկանամ, որ ես հյուր գնամ, ներկայացնեմ իրենց կենցաղը, գյուղի աշխատանքները, պարտադիր չի ինձ հյուրասիրեն, եսի ինչ էր։ Ես այդպիսի մարդ չեմ, որ գնում եմ ուտելու համար, ինչ ես ուզում եմ ներկայացնել տվյալ գյուղը, հետաքրքիր, սիրուն, մի ինչ որ ձևով մատուցեմ իմ հետևորդներին, թեկուզ գյուղական աշխատանք, պես որ կարող եք ինձ գրել, իմ արձակուրդը կտևի 10 աշխատանքային օր, ամսի 30-ից ես տանն եմ լինելու ու կցանկանամ ես անպայման այցելել վայքի գյուղեր։ Շատ հրավերքներ եմ ստանում, այսօր էլ եմ ստացել Մալիշկայից, որ հրավիրել են, խնդրում եմ ինձ հրավիրեք արձակուրդիս օրերին, որ ես կարողանամ գալ, թե չգիտեք, աշխատանքային օրվա ընթացքում չեմ կարողանում գալ, որովհետև մինչև գալու հասնում եմ տուն, օրն էլ շուտ եմ մտնում, չեմ կարողանա գալ։ Իսկ ճիշտը այդպես կլինի, այնպես որ կանչեք եւ ես կգամ մեծ հաճույքով։ Ասեմ, որ Աշոտն էլ տանը չի, վաղը կենսաբանության քննությանն է։ Թող կենսաբանության քննությունն էլ հանձնի, նոր վերջում արդյունքները կասեմ, անցել է թե ոչ։ Էլի եմ ասում, եթե չանցնի, էլի չենք հուսահատվելու, կպարապի, նորից կփորձի, այնքան կփորձի, մինչև որ ընդունվի։ Կարևորը որ ձգտում կա, կարևորը որ որոշել է, որ ինքը պետք է բարձրագույն կրթություն ստանա։ Երբ ոնց կլինի, երբ կընդունվի, բայց հաստատ կընդունվի, թող չարչարվի, ամեն ինչն էլ մարդու համար է, չի լինում, կրկին փորձիր, քո վրա սովորիր, փորձիր, աշխատելու այդ ձգտումը մարդու համար շատ կարևոր է, մարդ պետք է, էլի եմ ասում, իր առաջ նպատակ դնի, երազանք ու այդ նպատակները իրագործելու համար, որ պետք է կատարվեն, դու պետք է ձեռքերդ այսպես ծալած չնստես, դու պետք է օրնի բուն աշխատես, գիշեր ցերեկ աշխատես, չարչարվես, ինչու չէ նաև տանուլ տաս, ինչու չէ նաև մի բանից զրկվես, ինչու չէ նաև քնությունից էլ կտրվես, բայց կրկին փորձելով առաջ գնաս։ Աշխատասիրությունը ու նպատակի իրագործումը պետք է զուգահեռ լինեն, դու այդ ամենի համար պետք է չարչարվես, ոչ մեկի առաջ այսպես ոսկե սկուտեղով չեմ բերում մատուցում, դու եթե ես այս խաղողը գնել եմ այսօր, հենց այնպես չեն տվել, ես չարչարվել եմ, չէ, գումար վաստակել եմ, չէ, ստեղծել եմ, որ գնացել առել եմ, նույնն էլ ուսումն է, եթե ուզում ես սովորես, պետք է չարչարվես, պետք է մի անգամ կտրվես կամ չարչարանքների դժվարությունների միջով անցնես ու հասնես քո նպատակին։ Էլի եմ ասում, ամեն ինչն էլ դժվարությամբ է, ոչ մեկին էլի ոսկե սկուտեղով չեն մատուցում, թեկուզ նույնիսկ այսենց պլաստմասայից ամանով չեն մատուցում, դու պետք է աշխատես ու մարդկանց մեջ չեմ գնահատում ծուլությունը, չեմ սիրում ծույլ մարդկանց, չեմ սիրում, ես բազմից էլ շատ անգամներ էլ իմ երեխաների վրա խոսում եմ, մինչև հիմա էլ խոսում եմ, թե Աշոտի վրա, թե Մերիի վրա, թե Լիլիթի վրա, թող մտածեմ, որ իրենց մայրը իրենց չի սիրում, բայց ոչ, ես իրենց ասում եմ, սա ձեր համար եմ, ձեզ համար եմ անում, հիմա խոսում եմ, բայց հետո, տարիներ հետո, դուք կասեք, մեր մայրը ճիշտ էր, մեր մայրը շատ լավ է արել, որ տվյալ պահին մեր վրա խոսացել է, ես իրենց համար եմ խոսում, նաև չեմ սիրում, որ երկար են քնում, մանավանդ, որ ես կիրակի օրերը տանն եմ լինում, Աշոտն ասում է, ես դպրոցից հետո էլ չեմ սիրում կիրակի օրերը, որովհետև ես եթե տանն եմ, ուրեմն ընտանիքի անդամները պետք է բոլորը շուտ արթնանան։ Շուտ արթնանալը մարդուն մի հետաքրքիր թարմություն է բերում,
ուժերի համալրում, ուժերը տեղն են լինում, ուղեղը թարմ է աշխատում, չգիտեմ, ես չեմ սիրում ծուլությունը, քնքոտությունը, ալարկոտությունը, եթե ես մի բանը ասեցի, ուրեմն անպայման պետք է անեմ, եթե ես այսօր այս գործը արել եմ, ուրեմն այսօր ես պետք է դա ավարտին հասցնեմ, սա իմ բնավորության գծերն են, որը ես ձգտում եմ փոխանցել իմ երեխաներին, նրանց էլ եմ սովորեցնում, որ նման ձևով աշխատեն, նման ձևով պատասխանատու լինեն ամեն ինչի հանդեպ, ինչու եմ սա ասում, որովհետև կան հետևորդուհիներ, որ վլոգը դիտում են հենց Լիլիթին նայելով սկսում են կծել, դաստիարակությունից են խոսում, մինչդեռ նրանք արտահայտում են իրենց անդաստիարակ լինելու տաղանդը, ասեմ, եւ ես համոզված եմ, որ նման մարդիկ, ովքեր գրում են նման բաներ, նրանց մոտ ամեն ինչը հակառակ է, փորձում են ապացուցել, որ իրենք ես իմ սենց, նենց, ես էլի եմ ասում, ես իդեալական չեմ, բազմիցս ասել եմ, էլի կասեմ, որ անթերի միայն Աստված է, ես այնքան թերություններ ունեմ, որ մեկ ես ինքս էլ նստում եմ ու ասում եմ, ես ինչքան թերություններ ունեմ ու Աստծու հետ խոսելով, ասում եմ Աստված ջան, ներիր իմ մեղքերը, մարդը ամեն օր մեղք է գործում, թեկուզ ինչ որ մեկի մասին խոսելով, այն անգամ մտքումդ էլ ինչ որ մի բան մտածում ես, դա մեղք է համարվում, դրա համար անմեղ մարդ չկա, անմեղ միայն Աստված է, եւ Աստված ինչ է ասում, թող քար նետի առաջինը այն մարդը, որ ինքը մեղավոր չի, բոլորն է մեղավոր են, ու ոչ ոք չի կարող մեկին փնովել, գցել, նեղացնել, վատ խոսքեր ասել, որովհետև բոլորս էլ մեղավոր ենք եւ մեր մեղքերը ներողը դա Աստված է եւ Աստված մեզ կարող է նախատել, խրատել, այն էլ մեր մտքերով է գալիս ու մի պահ մենք նստում ենք ու գիտակցելով ասում ենք ես այս բանը պիտի չասեի կամ ես այս բանը պիտի չանեի, ես այս սխալը պիտի չգործեի, դա մենք սկսում ենք մեր արարմունքները, մեր գործերը օրվա վերջում կամ հենց որ պարկում ենք քնելու մտքով քննարկում ենք, դա Աստծուց է գալիս եւ Աստված է մեզ մտքեր տալիս, որ մենք ասենք այս բանը սխալ արեցինք, ներիր մեզ Աստված, չկա այնպիսի մի մարդ, որ գլուխ գովի ասի ես իդեալական եմ, մեկ որ ինձ մեկնաբանություններում էլ գրում եք, ասում եմ, գրում եք դու անթերի ես ինչ եմ պատասխանել, միշտ էլ պատասխանել եմ ոչ, անթերի միայն Աստված է, այնպես որ մի նախանձեք երբեք ոչ մեկի, ինձ մոտ այնքան են եկել ասել են, ոյ, գիտես, նազես մարդը խոսքի բնակարան առավ Երևանում, ավտոյ առե, ասում եմ, լավ արե, դուք էլ արեք, աշխատելա, արելա, հալալը լինի, չարչարվելա, արելա, դուք էլ արեք, մի նախանձեք, նախանձը շատ վատ բան է, դուք էլ ձգտեք ձեր գործերով, ձեր արարմունքներով առաջ գնալ, երբեք մի նախանձեք, ուրիշի ունեցվածքի վրա աշկ մի դրեք, դուք ձերը ստեղծեք, ձեր մտքերով, ձեր գաղափարներով, ձեր չարչարանքներով եւ կտեսնեք, որ ամեն ինչ ավելի լավ կլինի։ Ես ամեն օր, ամեն առավոտ եւ իրիկուն Աստծուն փառք եմ տալիս, շնորհակալություն եմ հայտնում ամեն ինչի համար ու ասում եմ Աստված ջան, դու տեսնում ես իմ չարչարանքը, իմ արարմունքը, գնահատում ես, փառք քեզ, բայց ասում եմ օգնիր ինձ ավելի առաջ գնալու, ավելի շատ աշխատելու, ուժ ու եռանդ տուր, բայց միայն քո շնորհիվ։ Եվ ես երբեք չեմ ձգտում ցուցամոլ լինել կամ ինչ որ մեկից ինձ առավել դասել։ Ես այնքան մարդկանցից այնքան առավելություններ ունեմ, թե գումարային պահով, թե մակարդակով, բայց ես երբեք ցույց չեմ տալիս։ Ունեմ որ ինձ պահում եմ հասարակ, համեստ,
մարդամոտ, մարդասեր։ Դա է գնահատվում այս կյանքում։ Ես չեմ սիրում գոռոզ, այն որ քթները ցցած, բայց դատարկ ուղեղներով մարդկանց, որոնք միշտ ձգտում են ինչ-որ մեկի կծեն ու փնովեն։ Ամեն մեկն էլ իր թերություններն ունի։ Երեխային թերագնահատելու փոխարեն, որ ուզում եք գրել, մի հատ մտածեք ձեր երեխան ինչպիսին է, որ դուք հիվանդանաք, արդյոք ձեզ մեկ բաժակ ջուր ու դեղ կտա։ Որ խոսեմ, շատ բաներ կարող եմ խոսել, սիրելի հետևորդներ, խոսում եմ, ես նաև ունեմ հետևորդուհիներ, որ անձնական տեն շփվում ենք, խոսում եմ, ասում եմ, ու ինձ ասում են, Նազ, դու պետք է հոգեբան լինեիր, ոչ, այն որ ճիշտը ասում ես, մտքերը ճիշտը գալիս են, դա հոգեբանի խոսքեր չեն, դա մարդու սրտից բխող ճշմարիտ խոսքեր են, այնպես որ վատություն մի արեք, մի խոսքով սիրեք միմյանց, Աստված ասում է սիրեք նաև ձեր թշնամուն, չէ, թշնամու համար էլ աղոթեք, այդպես չմոռանանք, ինչքան մեծ սիրտ ունի մեր Աստված, ինչքան է մարդու սխալները տեսնում, տանում ու ներում, Աստծո սիրո 1%-ը կցանկանամ մարդկանց, որ իրար հետ, իրար հանդեպ նման սիրով լցված լինեն, ոնց տեսնում եմ, այս Հարիսան էլ երկար կեֆի, կամ պետք է անջատեմ վաղը շարունակեմ, կամ այդ Հարիսայի պատճառով պետք է ես անկում մնամ, բայց դե ինչու եմ անկում մնալու իմ երեխաների համար, որ գան իրենց ուզած կերակուրը սնունդը ուտեն, դա է ծնողի մեծ սիրտը, սերը, և ես ամեն ինչն էլ սիրով եմ անում իմ երեխաների հանդեպ, որովհետև այդ հարգանքը գնահատականը վերաբերմունքը փոխադարձ է, նորից ասում եմ փառք քեզ Աստված, իմ երեխաների համար, իմ ընտանիքի համար, որ ինձ այդքան սիրում ու գնահատում են, դե գիտեք, Հարիստան էլ պետք է չխառնենք, բայց դե ոչ չխառնենք է, ով է ասում, որ չխառնենք, բայց չտեսնեմ մի հատ էս միսը էպվելա, Բարի օր բոլորին, թող լույսը բարի բացվի բոլորիս համար, իմ լավ հետևորդներ ջան, իմ բարի հետևորդներ ջան, առավոտ շուտ պատրաստվեցի ու հիմա էլ կոֆես եմ խմում, կոֆես եմ դնում, եկել հանոց կոֆես պատրաստելու, Այս համեղ կոֆեն, դե իմ կոֆեի սեղանն էլ արդեն գիտեք, դատարկ կոֆե ու եթե դառը շոկոլադ ունենում եմ, մի փոքր դառը շոկոլադ, շատ չեմ ուտում, չեմ չարաշահում, բայց գիրանում եմ, չգիտեմ ինչի, ես զգում եմ ու այստեղ մի փոքր կոֆեից առաջ, կոֆեն մի քիչ կամացանեմ, ջուրը միացրեցի, 2 բաժակ գոլ ջուր պետք է խմեմ, ինձ այդ գոլ ջրի տարբերակը լավ օգնում է և գիտեմ շատերը կասեն սուտ է, բայց ինձ լավ օգնում է, այս բաժակը սա մեծ է, հենց հավասար է 2 բաժակի, թող տաքանա խառնեմ գոլ վիճակով, այդ գոլից մի քիչ տաք, առավոտ շուտ, սոված ժամանակ, որ կոֆե էլ չեք խմում, փորձեք, ես միշտ անցած տարի էլ եմ փորձել ու տարբերությունը զգացել եմ, մի քանի օրվանա, որով այն ինչ ճարպերը հեռացել են, մի քիչ տհաճ պրոցես է, որ զորով պետք է խմեմ, բայց խմում եմ, այսքանը պիտի խմեմ,
դժվար է։ Սառը ջուրը ուրիշ բան, բայց որ գոլ ջուր ես խմում, դա ուրիշ բան։ Հաղթահարեցի եւ ամեն առավոտ պարտադիր արդեն սկսել եմ սրանից հետո մեկ բաժակ խմելու եմ եւ թեթև եմ սնվելու, չնայած շատ հացել չեմ օգտագործում, շատ քիչ։ Երեկոյան էլ վարժություններ, անպայման պետք է վարժություններ անեմ, զգում եմ, որ չաղացել եմ, տենց լիքացել, ոչ թե տեսքի համար, ես զգում եմ, որ շնչառությունս այնչի, ծանրացել եմ, թեթև չեմ կարում թռնեմ այս կողմ, այն կողմ, ես իմ վրա զգում եմ, եթե մի քիչ չաղանում եմ, հետո մտածում եմ, ասում Տեր Աստված, այն գիր մարդիկ ինչքան ծանր են, ինչքան դժվար է նրանց համար։ Եվ մարդու մտքին տեղ լինի, կարող է նիհարել վարժություններով եւ համոզված եմ, որ սննդակարգն էլ կապ ունի։ Այսօր կոֆեից եմ սկսել, այսօր երբ որ մազերս լվացի, մի փոքրիկ ամանի մեջ կոֆե եմ լցրել ու շամպուն այնքան, որ կօգտագործեմ, խառնել եմ ու լվացել, ասեմ, որ հրաշալի, հիանալի մեթոդ է, մազերի աճի, փարթամության, որ չի թափվում, դուք էլ փորձեք, նույնիսկ գիտեք ոնց էլ կարող եք, ինչպես կարող եք անել, այս սովորական կոֆեն, որ խմում եք, տակի նստվածքը մի թափեք, շամպուն լցրեք մի ամանի մեջ, շամպուն ավելացրեք, խառնեք ու ձեր մազերը լվացեք։ Հենց նույն պահից էլ զգում եք, բայց մեկ շաբաթ, մեկ ամիս հետո ձեր մազերը դառնում են անճանաչելի, որակը, փայլը, աճը վերականգնվում է ու մազաթափությունն է կանխում, փորձեք, փորձված մեթոդը շատերին եմ հասել արել են ու օգնել է, կոֆեինը լավ է մազերի համար։ Այսօր Աշոտը կգա այդ ուգալոկի կտորները, կդնի իր տեղը, կձգի, այսօր Աշոտը քննության է, Աշոտիս հաջողություն, Աշոտի գործերին թող հաջողություն լինի եւ ասեմ այսօր տունս կլցվի, Մերիս էլ է գալու, իր ուզած հարիսան պատրաստեցի դե գիշերը, մինչև քանիսներ համարյա ժամը 1-ներ արթուն մնացի, սարքեցի ու տեսնում եք ժամը 5:30 էլ արթնացել եմ, մութ է, վայել եմ կոֆես, որ գնամ գործի, ասեմ, որ այս ամենը հաճույքով եմ անում ու ուրախ եմ այսօր լավ է, երեխաներս կհավաքվեն կողքս, մի լավ կատակ, հումոր, ներիս չգիտեմ ինչ-որ մի թխվածք, ինչ-որ կուզի թող պատրաստի, մեկ-մեկ հավես տալիս է, սկսում է պատրաստել, թող սարքի, ու Աշոտիս էլ հաջողություն, թող այդ քննությունը տեսնենք ոնց է հանձնում եւ չհուսահատվենք, Աստված ջան, որը բարին է, այն էլ կատարի, քանի դեռ եղանակները տաք են, կարելի է էլի գնալ հողամաս, մաքրման աշխատանքներ կատարել, ինքան գործ կա, ես հրաշք ծաղիկներից էլ հոտ քաշեմ, թող բոլորիդ կյանքում ծաղիկները միշտ ուղեկից լինեն, սա նման է նաև դաշտի են ռամաշկաներին այս սպիտակները, մեզ մոտ դաշտերում ռամաշկաներ լինում են սենց սպիտակ մեծ, ասեմ, որ այս ծաղիկները սպիտակներ են, նաև ներկում են, փչում են տարբեր գույներ են ստանում, կապույտ, կանաչ, դեղին և գիտությունը դարը զարգացել է, գնալով այնքան բաներ է լինում, այնքան կատարելագործումներ, որ մեկ-մեկ ասում ենք, ես ինչ ա կատարվում, բա մեզանից հետո դարեր հետո ինչեր կկատարվեն, ինչեր կստեղծվեն, զարմանալու հրաշք, զարմանում ենք